Մարդկային խոսքը նույնքան հին է, որքան մարդու պատմությունը։ Այն հասնում է մինչև պալեոլիթ, այսինքն ունի մի քանի տասնյակ հազար տարիների պատմություն։ Գիրը ծնվեց, մարդկության պատմության մեջ գիրը ծնվեց որպես մարդկային խոսքի անմիջական արտահայտման միջոց։ Գրի հնագույն ձևերը հասնում են մինչև մեզոլիթ, երբ առաջին անգամ հայտնվում են ժայռապատկերները, որպես կենդանիների պատկերներ, մարդկային պատկերներ, արևային պատկերներ։ Այդ համակարգը հետագայում զարգանում է, դառնում է մի համակարգ, որտեղ բացի պարզ պատկերային գրերից առաջանում են նաև, այսպես ասած, աբստրակտ գրերի ձև։ Առաջին հնչյունային գրերը, որոնք անմիջապես հաղորդում են մարդկային խոսքը, հայտնվում են մեր թվարկությունից առաջ 4-րդ հազարամյակի վերջերին, երբ շումերները հայտնաբերում ու սկսում են օգտագործել սեպագիր գրելաձև։ Այդ ժամանակվանից սկսած հին գրային աղբյուրներում, գրավոր աղբյուրներում, ինչպես նաև բանավոր առասպելներում արտահայտվում է այն միտքը, որ գոյություն է ունեցել մարդկային լեզու և աստվածների լեզու։ Դրա առաջին անմիջական վկայությունը իհարկե հին կտակարանն է, որտեղ ասվում է, որ Ադամը դրախտում Աստծո հետ հաղորդակցվում, խոսում էր աստվածային լեզվով։ Մխիթարյան միաբանության անդամ և պատմաբան Չամչյանը ասում է, որ այդ լեզուն հայերենն էր, որով Ադամը հաղորդակցվում էր Աստծո հետ։ Այնուհետև ըստ հին կտակարանի ջրհեղեղից հետո, երբ մարդիկ որոշում են կառուցել Բաբելոնի աշտարակը և հասնել Աստծուն, Աստված խառնում է լեզունները և առաջանում են բազմաթիվ լեզուններ, որպեսզի մարդիկ չհասկանան իրար և այդ աշտարակը չկառուցեն։ Այսպիսով աստվածային լեզվին զուգահեռ ըստ հին կտակարանի ծնվում է նաև մարդկային լեզունների բազմությունը։ Ցայտուն օրինակ է պահպանված նաև հին խեթական աղբյուրներում, օրինակ կա այսպիսի մի հին, որը կոչվում է մարդկային լեզու և աստվածների լեզու, այդպես է վերնագրվում, և այնտեղ բերվում են անվանումներ, որոնք բերում են և մարդկային խոսքով և աստվածային խոսքով։ Օրինակ այդ հիմնը վերջանում է ցորենի մասին, որ ասում է, որ ցորենը մարդկանց մեջ է կոչվում ցորեն, իսկ աստվածների մեջ նա անվանում է հայամ, այսինքն հայածին։ Այլ վկայություն կա օրինակ, ասենք հնդարյացիների մեջ, որոնք ասում են, որ աստվածների անունները գաղտնագրված են, օրինակ Ինդրայի համար ասվում է, որ ամպրոպի աստվածներ, ասում էր, որ նրա գաղտնի անունն է Ինդարա, դա աստվածային լեզվով արտահայտված անունն է։ Եվ ընդհանրապես հին աշխարհում, երբ նայում ենք առասպելները, տարբեր ժողովուրդների առասպելները, տեսնում ենք, որ քաղաքակրթական հերոսները, որոնք մարդկանց մեջ տարածում են քաղաքակրթությունը, նրանք մարդկանց պարգևում են նաև գիր։ Եվ դրանք բոլորը աստվածներ են, ընդ որում արեգակնային էություն ունեցող աստվածներ։ Այդպիսին է չինական Յան Դին, այդպիսին է մերձարևելյան ուրեմն Օանեսը, այդպիսին է շումերական Էնկին, այդպիսին է ամերիկյան Կացելկոատլը և այլն։ Այսինքն ամբողջ աշխարհը գոտևորված է մի առասպելով, ըստ որի գիրը մարդկանց տվել են աստվածները։ Եվ այդտեղից էլ ծագում է այդ աստվածային, ուրեմն գրի աստվածային անվանումը։ Այսօր մենք խոսենք մեր մի վարկածի մասին, ըստ որի աստվածային գիրը կարող էր ծագել կապ ունենալ արեգակի հետ։ Որպես ուսումնասիրման առարկա է այսպես կոչված արևի ակտիվությունը։ Որպես աստղ, արևի վրա կատարվում են շատ ակտիվ պրոցեսներ, իդեմս բռնկումների, դրանք հզոր արտավիժանքներ են պլազմայի,
մեծ քանակությամբ նյութի, որոնք նաև ազդեցություն են գործում երկրի վրա, կյանքի վրա, երկնային կյանքի վրա։ Իդեմս մագնիսական, էլեկտրոմագնիսական ալիքների, լիցքավորված մասնիկների հոսքի, լույսի։ Արևի ակտիվությունը պայմանավորված է արևաբծերով։ Արևաբծերը դրանք արեգակի վրա ավելի ցածր, մակերեսին ավելի ցածր ջերմաստիճան ունեցող շրջան է, որի պատճառով նա ամբողջ արեգակի լուսավոր ֆոնի վրա երևում է որպես սև բիծ, եւ այդտեղից առաջանում արևաբիծ անվանումը։ Արևի ակտիվությունն ունի 11-ամյա պարբերաշրջան, որի ընթացքում արևի ակտիվությունը, բռնկումների քանակը եւ ուժգնությունը հասնում են իրենց մաքսիմումին, ապա նվազում մինչեւ նվազագույն վիճակի։ Այդ ակտիվության մաքսիմումի ժամանակ էլ նկատվում են արևաբծերի ավելի մեծ քանակ եւ ավելի խոշոր արևաբծեր, որոնք կարող են տեսանելի լինել մարդուն անզեն աչքով։ Այժմ տեսնենք, թե ինչ հիմնավորումներ կան այս տեսակետի համար, որ իսկապես մարդը կարող էր անզեն աչքով տեսնել արեգակի վրա հայտնված արևաբիծը, արտանկարել եւ օգտագործել որպես գիր, որպես նշան եւ նրան տալ որոշակի խորհուրդ, ընդ որում Աստծուց եկող, Աստծուց թելադրված խորհուրդ։